Մինչև 18 և 65-ից ավելի տարիք ունեցող քաղաքացիները, 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները, հաշմանդամության և սոցիալապահովության կարգեր ունեցող քաղաքացիները 2026 թվականի հունվարի 1-ից ընդգրկվել են առողջության համընդհանուր ապահովագրության պետական ծրագրում։ Համակարգն արդեն ներառվել է, սակայն շատերի մոտ հարցեր կան։ Դրանք այսօր կքննարկենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ավանեսյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նախ ինչու ուշացավ այս համակարգի ներդրումը, Տիկին Ավանեսյան, որովհետև դեռևս մի քանի տարի առաջ մենք սպասում էինք, որ արդեն պետք է օգտվենք, սակայն քննարկումները երկար տևեցին, պատճառը որն էր։ Դե նախ ասեմ, որ այո, 90-ական թվականներից է քննարկվել ծրագիրը եւ բոլոր կառավարությունները այս կամ այն չափով ու ձևով ներառել են համակարգի ներդրումը իրենց ծրագրերում, բայց ըստ էության մեր հայեցակարգում նախանշված ժամկետից մենք 1 տարի ավելի հետո ենք մեկնարկում, բայց ինչպես գիտեք, երբ որ հայեցակարգը ընդունվում է, այն մեկնարկային փաստաթուղթն է, որը սկզբունքային կետերն է ամրագրում, բայց դրանից հետո ահռելի աշխատանք է արվում, որպեսզի վերջնականացվի համակարգը իր բոլոր դետալներով, հաշվարկներով, խմբերով, ժամանակագրությամբ, ինչպես պետք է մենք ընթացքը ապահովենք եւ ըստ էության այո 2026 թվականի հունվարից ենք մեկնարկում, բայց ամենակարևոր հանգամանքը այն է, որ արդեն իսկ այս բարեփոխումը իրողություն է։ Տիկին Ավանեսյան, ընդդիմադիրները պնդում են, որ սա նախընտրական քայլ է։ Ես էլ ասում եմ, որ սա հետընտրական քայլ է։ 2021 թվականի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանձնել է իշխանությունը, կազմել է իր նախընտրական խոստումների հիման վրա կառավարության ծրագիր եւ ըստ էության իրացնում է այս կառավարության ծրագիրը։ Եվ իհարկե ցանկացած ցիկլ կառավարության ծրագրի իրացված հաջորդ ընտրությունների նախընտրական ներկայանալիքն է եւ շատ լավ է, որ մենք մեր ընտրողներին 2026 թվականի ընտրություններին ներկայանում ենք արվածով։ Եկեք հստակեցնենք, Տիկին Ավանեսյան, 200,001 դրամը դա ժողովրդի լեզվով ասած կեղտոտ աշխատավարձն է։ Հետևաբար ըստ հաշվարկների ապահովագրությունից օգտվում են ներկապահին 144,501 դրամ մաքուր աշխատավարձ ստացողները։ Մարդկանց մոտ ընկալման հարց կա, որովհետև 200,001 դրամը դա մարդիկ ընկալում են, որ իրենց քարտին պետք է տեսնեն այդքան գումար, այս մասով հստակեցնենք։ Հաշվարկային բազան ընտրված է հարկերը մեջ աշխատավարձը, այստեղ էլ երևի մենք մեր խոսույթում պիտի վերանայում անենք եւ այն կարծում եմ այո հարկերը մեջն է եւ հենց այդ հարկերը մեջը լինելու հանգամանքը մեզ օգնում է, որ նման համակարգերներ դնենք եւ հենց աշխատողը հետ ստանա պետությունից եկամտահարկի վերադարձի ձևաչափով, սուբսիդավորման ձևաչափով առողջության ապահովագրություն։ Իսկ ինչու ընտրվեցին 200,000-ից ավել աշխատավարձ ստացողները, ճիշտ չէր լինի այդ շեմից ներքև ստացողներին ներառել, քանի որ նրանք ավելի շատ պետական աջակցության կարիք ունեն։ Այստեղ մի քանի հանգամանք կա, որ դեր կատարում է ունեցել։ Նախ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ստվերային ցավոք սրտի դաշտ աշխատավարձի մասով հենց այս մինչև 200,000 դրամի սեգմենտում է։ Սա առաջին հանգամանքը եւ մեր նպատակն էր խրախուսել մեր եւ գործատուներին եւ քաղաքացիներին պահանջատեր լինելու, որպիսի իրենց աշխատավարձը ինչքան որ է փաստացի, այդքան ձևակերպվի եւ այդ պարագայում նրանք կսկսեն օգտվել նաեւ առողջության ապահովագրությունից, սա առաջի հանգամանքը։ Երկրորդը դուք գիտեք, որ մենք զինապահի ուղղող գումարները կրճատել ենք եւ այստեղ խնայողություններ են գոյացել, որոնք որ պետք է ուղղվեն առողջության ապահովագրությանը եւ մինչեւ 200,000 դրամի շեմը ունեցող անձանց համար այս կրճատումը եւ խնայողությունը շատ աննշան էր եւ այս պարագայում ստացվում էր, որ խնայողությունը քանի որ փոքր է, նրանց համար ֆինանսական բեռը ավելի մեծ կլինի պարտադիր համակարգին միանալու պարագայում, բայց ուզում եմ հստակ նշել, որ նրանք էլ 2027 թվականից արդեն ներառվելու են առողջության ապահովագրության համակարգ եւ այստեղ մի հանգամանք էլ կա, հենց այս համակարգի առաջին փուլում պետությունը երեխաներին եւ 65+ անձանց ապահովագրելով ինչ որ առումով նաեւ
հոգում է աշխատող քաղաքացիների բեռը, որովհետև ով պիտի հոգա իր ծնողների, չէ, առողջական խնդիրները, այո, մեր սերնդակիցները։ Եվ այս առումով էլ պետությունը եւս քայլ է անում, որ մեր քաղաքացիների առողջական ծախսերը դառնան շատ ավելի տանելի, կանխավճարային փոքր գումարներ վճարելով եւ ըստ էության մենք ունենանք նաեւ արդյունք մեր ժողովրդի առողջության ցուցանիշներում։ Տարեկան փաթեթի արժեքը 129.600 դրամ է։ Տիկին Ավանեսյան, արդյոք միջին վիճակագրական քաղաքացին տարեկան այս գումարի չափով օգտվում է բուժծառայություններից, հաշվարկներն ինչպես են արվել։ Ըստ էության սա ապահովագրական փաթեթի ընդհանուր արժեքն է եւ ապահովագրական համակարգերը գործում են հենց այն սկզբունքից ելնելով, որ բոլորը վճարում են կամ խումբը վճարում է եւ օգտվում են որոշ ուրեմն այդ վճարողներից մի որոշ հատվածը եւ մեր բոլոր հաշվարկները հենց այս սկզբունքի հիման վրա են։ Եթե բոլորը օգտվեն ամբողջական ծառայություններից, չենք կարող ունենալ կայուն համակարգ եւ հենց բոլորի ռիսկերը մեկտեղելով, այսինքն հիվանդ, առողջ, ծեր եւ երիտասարդ, աշխատող, առողջ ապրելակերպ ունեցող քաղաքացիներին մենք այդ բալանսն ենք ապահովել, որ մենք բոլորս վճարելու ենք 129.600 դրամ տարեկան գումար, բայց եթե մեզ անհրաժեշտ լինի վիրահատություն, օրինակ 2-3 միլիոն դրամի արժողությամբ, մենք դա կարողանալու ենք ստանալ, որովհետեւ հենց ապահովագրական էությունն է դա համակարգերի։ Պետպատվերը մնում է, թե դուրս է գալիս, Տիկին Ավանեսյան։ Պետպատվերը մինչև որ 3 տարվա ընթացքում ապահովագրական համակարգը կներդրվի, դեռ պահպանվելու է այն խմբերի համար, ովքեր 26-ին ու 27-ին դեռ չեն անցնի ապահովագրական համակարգ, եւ 2029 թվականին այն որպես միջոցառում պետական բյուջեից արդեն կհանվի եւ կմնա միայն նվազագույն ծառայությունների ծավալ, որը ինչ-ինչ պատճառներով եթե մարդը չունենա ապահովագրություն, ապա սա կլինի ծառայությունների շրջանակը, որ պետությունը կտրամադրի։ Պետպատվերի ժամանակ Տիկին Ավանեսյան շուրջ 12 բուժծառայություն ամբողջ բնակչության համար անվճար էր եւ դրա համար քաղաքացին չէր վճարում հավելյալ։ Որ տարբերության համար է վճարելու, այսինքն հիվանդությունների ցանկն է գուցե ընդլայնվել կամ ծառայություններն են ընդլայնվել, այս մասով ինչ կարող եք ասել։ Տեսեք, այսօրվա մեր առաջի երկրորդ կարգի հաշմանդամները օրինակ օգտվում են ամենալայն պետական պատվերի այսօրվա շրջանակից, բայց նրանց համար էլ ապահովագրության շրջանակներում տարբերությունները լինելու են, թե ծառայությունների ցանկի մասով, թե այդ ծառայությունների փոխհատուցման գների մասով։ Եվ սա է տարբերությունը, բայց պետական պատվերի շրջանակներից շատ քաղաքացիներ, ովքեր այսօր օգտվում են, սահմանափակ ծավալից էին օգտվում, նրանց համար ապահովագրական համակարգի անցումը շատ ավելի էական կլինի։ Դա օրինակ երրորդ կարգի հաշմանդամներն են եւ այստեղ էլ պետք է հիշենք, որ 65+ տարիքի անձինք, եթե չունեին հաշմանդամություն կամ սոցկարգավիճակ, օգտվում էին շատ սահմանափակ ծառայություններից։ Եվ այստեղ իրենց համար սա անգամ կարելի է թերագնահատել էական ասելով, թե նրանց առողջական կարիքների համար ինչքան կարևոր փոփոխություն է լինելու։ Տիկին Ավանեսյան, քաղաքացին չի աշխատում, սոցանապահովության եւ հաշմանդամության կարգ չունի, եկամտի աղբյուր, որպես այդպեսին գրանցված չունի, հարկատու չէ, ինչպես եք նրան ներառելու, երբ են ներառվելու։ Ուրեմն նրանք կներառվեն 2028 թվականից եւ ըստ էության մենք այդպիսի կատեգորիա չպիտի ունենանք։ Եթե անձը հաշմանդամ չէ, սոցկարգավիճակ չունի, 18 տարեկանը լրացել է եւ 65-ը դեռ չի լրացել, ապա մարդը պիտի աշխատի եւ վճարի իր ապահովագրավճարը։ Այստեղ անհասկանալի է ինչու մարդը չի աշխատում, եթե չունի դրա սահմանափակման ինչ որ խոչընդոտներ։ Նորից եմ կրկնում, եթե անձը գտնվում է կյանքի ինչ որ դժվարին փուլում եւ ժամանակավոր աջակցության կարիք ունի, մինչեւ կգտնի նոր աշխատանք, կամ այլ հարցեր կան, որ այդ ընթացքում չի կարող աշխատել, ապա մեր սոցիալական բարեփոխումների համաձայն նա կարող է դիմել ուրեմն համապատասխան աջակցության գրանցման եւ այդ կարգավիճակով արդեն ժամանակավորապես կօգտվի առողջության ապահովագրությունից, բայց որպես այդպիսին ընդհանուր մարդը չի աշխատում, կարծում եմ դա պիտի ընդհանուր առմամբ դուրս գա մեր խոսույթից էլ, ինչու չի աշխատում։ Այսինքն պարտադիր նա պետք է վճարի, Այո, այս դեպքում արդեն ինքն է վճարում։
Այս դեպքում ինքն է վճարելու։ Եվ ոչ միայն այս դեպքում, գիտեք, մենք ունենք 100,000-ավոր քաղաքացիներ, ովքեր գյուղացիական տնտեսություններում են աշխատում եւ ըստ էության իրենց տնտեսական գործունեությամբ են իրենց ապրուստը վաստակում։ Նրանք էլ կհանդիսանան ապահովագրավճար վճարող, անկախ նրանից գործատու ունեն թե չէ։ Ապահովագրությունը, ինչպես արդեն հասկացանք, պարտադիր է բոլորին։ Հրաժարվել կարող են։ Քաղաքացին չի ուզում եւ ասում է ես իմ մասնավոր ընկերությունից կարող եմ օգտվել, պետականը չեմ ուզում։ Հնարավորություն կա։ Չէ, հենց համակարգը դրանում էլ համընդհանուր է, պարտադիր է եւ սա է, որ պիտի ուրեմն ապահովի մեր ժողովրդի բարեկեցությունը, մարդկային կապիտալի զարգացումը, մեր պետության զարգացումը։ Մարդը չի կարող չունենալ առողջապահական կարիքներ եւ այստեղ անհասկանալի է, թե ինչպես մարդը ինչպես է բավարարելու իր կարիքները առողջապահական եւ համակարգի համընդհանուր լինելն է, որ նաեւ հնարավոր է դարձնում այն ներդնելը։ Եթե գիտեք մեկս մեկով եւ բոլորով չկազմենք մասը այս համակարգի, ամեն մեկ անհատի համար առողջապահական ծառայությունից օգտվելը շատ ավելի թանկ է նստում։ Այդ դեպքում տուժեր տուգանքներ են գործելու, թե այլ ինչ-որ մեխանիզմներով են ապատասխանատվության ենթարկվում։ Ապահովագրավճարը չվճարելը չի տուգանվի, բայց ապահովագրական փաթեթը կսառեցվի, մինչև որ ապահովագրավճարը շարունակվի վճարվել։ Դա ամբողջ ընթացքում թե միայն 26 Առաջին տարվա համար էսպես է լինելու, հետագայում արդեն եթե կարիքը կլինի վերանայելու օրենքը, արդեն ըստ այդմ մենք առաջնորդվենք։ Տիկին Ավանեսյան, կանխարգելիչ հետազոտությունները անցկացվելու են ամբուլատորիաներում, պոլիկլինիկաներում, առաջնային օղակում։ Պատրաստ են այս համակարգը պատրաստ է եւ հետո Տիկին Ավանեսյան, առողջապահական համակարգը պատրաստ է այս ծանրաբեռնվածությանը, որը որ սպասվում է նրան։ Նախ մենք պետք է փաստենք, որ այսօր էլ մեր առողջապահական համակարգը սպասարկում է մեր ժողովրդի առողջապահական կարիքները եւ այնպես չի, որ նոր պիտի ինչ որ ըստ էության, այսպես շեշտակի փոփոխություն լինի ծավալի եւ այլնի առումով։ Այո, դիմելության աճ լինելու է եւ սա ակնհայտ է, որովհետեւ շատ քաղաքացիներ զրկված են եղել ճիշտ ժամանակին այցելելու բժշկի, ստանալու անհրաժեշտ բուժօգնությունը եւ հիմա այդ հնարավորությունը ունենալու են։ Մեր առողջապահական համակարգի մահճակալային այսպես ֆոնդը այո բավարար է եւ այն ըստ պահանջարկի նաեւ ընդլայնվելու հնարավորություն ունի։ Հաջորդիվ առաջնային օղակի մասով էլ մենք հիմա շատ մեծ ներդրումներ ենք անում այս ուղղությամբ, թե քաղաքապետարանը Երևան քաղաքի պոլիկլինիկաների մասով առողջապահության նախարարությունը մարզային պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների առումով։ Եվ այս է ճանապարհը, պետք է մենք մի կողմից ծառայությունները գնելու մասով մեծացնենք ֆինանսավորումը, ինչը նաև բերելու է աշխատավարձերի վերանայման, գործիքներով հագեցնելու հնարավորության եւ մյուս կողմից էլ պետական կապիտալ ծախսերով ենթակառուցվածքները վերափոխենք, բայց մեկ առանց մյուսի չի կարող լինել։ Մենք չենք կարող կապիտալ ներդրումներ անել տարիներով, ծառայություններ չգնել այս կազմակերպություններից, ասել դեռ դուք պատրաստ չեք եւ սա կլինի միջոցների վատնում։ Բայց այս պարագայում էլ մրցակցություն է նաև վստահաբար բժշկական կենտրոնների միջև, նաև առաջնային օղակի միջև ստիպելու է, որ իրենք նույնպես վերափոխվեն, հնարավորինս արագ դառնան այն մեր երազանքների ուրեմն կենտրոնները, որոնք որ լինելու են։ Ասում են հերթեր կարող է գոյանան, չգիտեմ, գուցե կոռուպցիոն ռիսկեր լինեն, նման խոսույթներ են շրջանառվում, այս մասով կա վերահսկողություն Տիկին Ավանեսյան։ Այո, իհարկե կարող են հերթեր առաջանալ պլանային հետազոտությունների կամ միջամտությունների համար եւ բժշկական ծառայություններից ստանալու առումով հերթերը դրանք նորմալ երևույթ են եւ ամենահարուստ եւ զարգացած երկրների առողջապահական համակարգերում էլ այսօր հերթեր կան։ Երևի դուք էլ լսած կլինեք, բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր գալիս են Հայաստան եւ պատմում են, թե օրինակ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կարող է 3-4 ամիս սպասել, մինչեւ որ կկարողանա մասնագետին այցելի։ Սա այսօրվա համաշխարհային առողջապահական համակարգերի նորմալ
վիճակն է, որովհետև ամեն տարի կարիքները աճում են եւ համակարգերը պետք է տրիաժավորեն, այսինքն սպասարկեն առաջնահերթ դեպքերը, ոչ պլանային շտապ, անհետաձգելի դեպքերը եւ եթե հնարավորությունը կա սպասելու 1-2 ամիս, այո, սպասել մինչեւ որ հերթը կհասնի։ Կինավանեսյան, քաղաքացին հաճախ չի դիմում բժշկին ֆինանսական պատճառներով։ Ինչպես է նպաստելու ապահովագրությունը այս մոտեցման բացառմանը։ Դե հենց այս խնդրի լուծմանն է ուղղված ապահովագրական համակարգը, որ անձը ոչ թե սպասի եւ իր գանգատներն ու խնդիրները հետաձգելով այնքան ծանրացնի, որ նրան անհրաժեշտ լինի արդեն անհետաձգելի, շատ թանկարժեք բուժօգնություն, այլ ճիշտ ժամանակին անդրադառնա իր կարիքներին։ Նախ տարեկան կանխարգելիչ այց կատարի եւ որոշակի հետազոտություններ անցնի։ Սկրինինգային ծրագրերից օգտվի, սա վերաբերում է կանխարգելիչ շատ կարևոր հետազոտությունների, կրծքագեղձի սկրինինգը, կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգը, կանանց ուրեմն վզիկի քաղցկեղը եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս միջոցառումներն են, որ նպաստելու են, որ մենք ավելի շուտ հայտնաբերենք խնդիրները, դրանք ուրեմն հոգանք ավելի ծախսարդյունավետ միջոցներով եւ չունենանք շատ ծայրահեղ վիճակներ, 4-րդ կարգի քաղցկեղ, սրտանոթային հիվանդությունների, բաց վիրահատությունների կարիք։ Տեսեք, եթե մեր քրոնիկ հիվանդները չընդհատեն իրենց դեղորայքի ստանալը եւ միշտ պարբերաբար այսպես կանոնավոր օգտվեն դեղորայքից, մենք իհարկե սրացումներ էլ քիչ կունենանք հիվանդանոցային բուժօգնության։ Եվ մի բան էլ կա, որ ըստ էության առողջությունը ռեսուրս է, պաշար է, որը մեզ տրվում է։ Եվ ինչպես կվարվենք այդ ռեսուրսի հետ, նաև մեր վարքագծից է կախված։ Պետք չի առողջությանը դիտարկել միայն առողջապահության նախարարության, բժշկի տեսանկյունից, որ նրանք են պատասխանատու մեր առողջության համար։ Այո, մենք պատասխանատու ենք, բայց առաջին հերթին անձը ինքն է պատասխանատու իր առողջության համար։ Գիտեք, ցավոք սրտի մեր մոտ դեռ ծխելու առումով ունենք շատ բարձր ցուցանիշներ տղամարդկանց շրջանում եւ ինչու ոչ նաեւ կանանց աճող տենդենս ունենք երիտասարդ նաեւ աղջիկների եւ տղաների մասով եւ սա լրջագույն առողջապահական մարտահրավեր է, որ մենք պիտի միասին հաղթահարենք եւ այն գումարները, որ մարդիկ այսօր շատ դեպքերում ասում են, բա սա ֆինանսական բեռ է։ Ուզում եմ այդ նույն մարդկանց հարց տալ, որ օրը 500-ից ավել դրամ վճարելով 1 տուփ ծխախոտի համար, արդյոք սա ֆինանսական բեռ չի։ Եվ պիտի սա էլ սովորենք, որ մեր ֆինանսներն էլ պիտի ծառայեն մեր առողջության, բարեկեցության, բարօրությանը եւ ոչ թե մեզ վնաս պատճառելուն։ Կանխարգելիչ հետազոտությունները չանցնելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու է անձը։ Քանի որ այստեղ նաև մտածելակերպի խնդիր կա, կհամաձայնեք ինձ թվում է, որ դանակը մինչև ոսկորին չի հասնում, ժողովրդի լեզվով ասած, նրանք չեն դիմում բժշկին եւ չեն հետազոտվում եւ չեն կանխարգելում հիվանդությունը, որովհետեւ համաշխարհային առողջապահությունը գնում է կանխարգելման ճանապարհով։ Իհարկե մենք ներառել ենք, որ 2029 թվականից անձը եթե չի անցել իր տարեկան կանխարգելիչ հետազոտությունները, իրեն համապատասխան սկրինինգային ծրագրին չի օգտվել, այո, նրա առողջապահական փաթեթը կսառի, մինչև որ անձը կլրացնի այս բաց թողնված ուրեմն միջամտությունները։ Ճիշտ եք ասում, որ մենք պիտի սովորենք կարգապահություն նաև այս առումով եւ ես շատ լավատես եմ։ Եթե անձը վստահ է, որ ինչ որ խնդիր հայտնաբերելու պարագայում մենակ չի մնում ֆինանսապես այդ իրողության առջև, նա շատ ավելի հակված է ճիշտ ժամանակին գնալ իր առողջության մասին հոգ տանել։ Սա էլ է սոցիալ-տնտեսական խնդիրներից եկել, որ մարդը հետաձգում է, որովհետև նաև այդ վախերը ունի, բա եթե ինչ-որ բան հայտնաբերի, ինչ պիտի անի այդ իրողության հետ, եւ կարծես թե այսպես իրողությունը հեռացնում ենք մեզնից, բայց հետո իհարկե շատ վատ արդյունքներ ենք ունենում։ Քաղաքացու տեսանկյունից ապահովագրական փաթեթները եւ առհասարակ համակարգը քննարկեցինք, բուժհաստատություններին ինչ է տալու Տիկին Ավանեսյան, ինչ փոփոխություններ են սպասվում այս հաստատություններում։ Բուժհաստատությունների համար սա կայուն ֆինանսական հոսքեր են, կանխատեսելի եւ սա շատ կարեւոր հանգամանք է։ Երբ որ բժշկական կենտրոնը, օրինակ, չգիտի, իր տարվա
հոսունությունը ինչպիսին կլինի, որովհետև երբ որ մարդը տեղում է վճարում իր ծառայությունների համար եւ չկա ճիշտ քարտեզագրում, երբ ով ինչ этаպում պիտի բժշկական օգնությունը ստանա, ստացվում է, որ մենք շատ հախուռն համակարգ ենք ունենում։ Բժշկական կենտրոնների մասով սա նորից եմ կրկնում, կայուն պետության կողմից ապահովված ծառայությունների գնման շատ կարևոր երաշխիք է։ Հաջորդը, ուրեմն, գիտեք, որ այսօր պետական պատվերի շրջանակներում որոշ ծառայությունների մասով մենք ունեինք գնահատված գների արդեն հնացում։ Այո, եւ որոշ բժիշկներ հրաժարվում էին պետպատվերի շրջանակներում բուժծառայություն տրամադրել, որովհետեւ ասում էին մենք մեր արած աշխատանքի համար քիչ ենք վարձատրվում։ Հենց այս պատճառով է, որ ապահովագրական համակարգում մեր փաթեթում ներառված ծառայությունների գների վերահաշվարկ է իրականացվել եւ այստեղ էլ այո, բժշկի պատշաճ վարձատրության նյութածախսի դեղորայքային առումով իհարկե փոփոխություններ լինելու են։ Ամփոփենք 2025-ը Տիկին Ավանեսյան, բուժհաստատությունների վերազինման մասին խոսեցիք, կառուցելու մասին խոսեցիք, շինարարության լայնածավալ տեսնում ենք, թե մարզերում ինչպիսի շինարարական աշխատանքներ են տեղի ունենում։ Ինչ արդյունքներ ունենք այստեղ Տիկին Ավանեսյան։ Այստեղ ինչպես նշեցիք, աշխատանքները շատ մեծ թափով ընթանում են եւ մի կողմից ունենք շինարարական աշխատանքներ, մյուս կողմից ունենք մեր բժշկական կենտրոնների սարքավորումների թարմացման շատ մեծ գործընթաց։ Դա կլինի ԿՏ սարքավորումներ, սոնոգրաֆիկ սարքավորումներ եւ բացի դրանից ռենտգեն սարքավորումներ, այսինքն բազմաթիվ համալրումներ ունենք այս մասով։ Իհարկե մեզ համար 2026 թվականը այսպես շատ տեղերում արդեն ավարտական этаպներն են շինարարությունների եւ մենք պիտի անենք ամեն ինչ, որպեսզի հասցնենք ըստ մեր ժամանակագրության ավարտենք համալրումները, շինարարական գործընթացները, բայց գիտեք, այնպես չի, որ մեր այս 50 առողջապահական կազմակերպությունները, որ ավարտենք, կարիքը վերջանալու է։ Ոչ, իհարկե, եւ հաջորդ 50, հաջորդ եւ հույս ունեմ, որ շատ ավելի մեծ ծավալով կլինեն շինարարությունները ամբողջովին վերափոխելու Հայաստանի առողջապահական դեմքը։ Եվ մի կողմից Երևանում օրինակ նեղ մասնագիտական կենտրոնների մասով ունենք բազմաթիվ այսպես վերակառուցման ծրագրեր, որոնք որ արդեն ավարտել են եւ նրանք շահագործվում են եւ ինչպես ասեցիք մարզային կենտրոններում, բայց 2025-ի առանձնացող ծրագրերից էր իհարկե ամբուլատորիաների կառուցումը եւ մենք 29 ամբուլատորիաների շինարարական գործընթացի մեջ ենք։ Որոշները արդեն, չգիտեմ, հույս ունենան, որ 26-ի առաջի 6 ամսում պիտի ավարտենք եւ շահագործման հանձնենք։ Սա ինչու եմ շեշտադրում, որ ինչպես նաեւ ապահովագրական համակարգի գոհունակությունը ապահովելու համար պետությունը նաեւ ներդրում է անում առաջնային օղակում։ Իսկ մասնագետների համար, այսինքն մասնագետների մասով ինչպիսի փոփոխություններ կամ գուցե լինեն այլ ծառայություններ։ Գիտեք, երբ որ ենթակառուցվածքը եւ սարքավորումները համալրվում են, մասնագետների հոսքը եւս փոխվում է այդ կենտրոն։ Պիտի բերեմ օրինակ Թալինի բժշկական կենտրոնը, որը 2025 թվականի ընթացքում բացվեց, վերակառուցված եւ սարքավորումներով հագեցված, մենք արդեն տեսնում ենք արդեն հետաքրքրություն նույն Երևանից մասնագետների տեղում գնալու համալրելու կենտրոնը։ Այո, այնտեղ ունեինք մասնագետների կարիք, շատ մեծ կարիք, որովհետև կենտրոնը 30 տարի չէր վերանորոգվել, որևէ ներդրում չէր արվել եւ այդ հնացած վիճակում որևէ բժիշկ չի ցանկանա գնալ եւ աշխատել։ Մյուս մարզային մեր կենտրոնում Մեղրիում իմ այցի ժամանակ 2 նոր բժիշկ ունեինք համալրված, Գորիսում, Կապանում, այսինքն մյուս մարզային կենտրոններում էլ այս համալրման գործընթացը նպատակային նաեւ օրդինատուրայի ծրագրերով եւ ժամանակավոր գործուղումներով կարծես թե արդեն տեսանելի է։ Տիկին Ավանեսյան, առաջին անգամ 2025-ին ներդրվեց մի համակարգ, ծրագիր, որ օրդինատորները, կլինիկական օրդինատորները 6 տարի սովորելուց հետո, քննությունները նոր ավարտելուց հետո եւս մեկ անգամ պետք է մասնակցեին քննության, բարեհաջող հանձնելու դեպքում նոր կարողանային աշխատել եւ անցնել իրենց կրթական ծրագրին։ Սա ինչ է տալու համակարգին։ Ես կարծում եմ, որ լիցենզավորման մասնագետների լիցենզավորման համակարգի ներդրումը մեր համակարգային բարեփոխումներից անկյունակարայիններից է։ Ինչու՞։ Մենք միշտ խոսում ենք որակի մասին։
եւ որակը առանց մասնագիտական կարողությունների անընդհատյա բարելավման չի կարող ապահովել։ Իսկ դրա հավաստման ձևաչափը լիցենզավորումն է։ Գիտեք, շատ հանդիպումներին արտերկրում անգամ տարօրինակ է հնչում, երբ որ մենք ասում ենք, որ մենք չունենք մասնագետների լիցենզավորում, որովհետև չկա այդպիսի հասկացողություն, որ բժիշկ աշխատի մարդը առանց լիցենզավորման, օրինակ, եթե ԱՄՆ, եվրոպական երկրներ, այլ երկրներ հարցնեք, դա կարծես նոնսենս կհնչի։ Եվ այո, շատ բարդ էր այս նոր լիցենզավորման գործընթացը սկսել, եւ մենք առաջին փուլը մեկնարկեցինք հենց օրդինատորներից եւ ռեզիդենտներից, ովքեր որ առաջին մեկնարկային աշխատանքային հնարավորությունը պիտի ունենան։ Այստեղ էլ մեզ մոտ կրթական համակարգը պիտի նաև վերափոխվի, որ ծառայի այս նոր պահանջներին, նոր ստանդարտներին, որովհետև բազային կրթությունից հետո արդեն մասնագիտացումը եւ օրդինատուրան, ռեզիդենտուրան պիտի լինեն նաև աշխատանքի ուրեմն հնարավորությամբ մարդը պետք է եւ սովորի եւ աշխատի, հմտություններ ձեռք բերի, որպեսզի ավարտելուց հետո արդեն պատրաստի մասնագետ լինի եւ ոչ թե գնա ընդունվի աշխատանքի եւ նոր սկսի սովորել իրական պացիենտների վրա։ Սա է մեր նպատակը։ Այս տարի մեկնարկեցինք եւ հաջորդ տարի արդեն այսօր աշխատող բժիշկները եւս հերթով կանցնեն այս լիցենզավորման շրջափուլով։ Սա տալու է նաև հնարավորություն բժշկական կլինիկական խնդիրների պարագայում հետ վերադարձ կատարել բժշկի մասնագիտական հմտություններին, էթիկական նորմերի իմացությանը, գործնական հմտություններին։ Գիտեք, այս ամբողջությունն է, որ լավ բժշկի հավաստիքն է։ Միայն գիտելիքը չէ, դա նաև վերաբերմունքն է, դա նաև աշխատանքի եւ կարողությունների ամբողջությունն է։ Այսինքն էթիկական բաղադրիչը այստեղ շեշտադրվում է։ Անպայման։ Եվ լիցենզավորման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը հենց էթիկայի նորմերի իմացությունն է, որ սա պիտի դառնա մեր կրթական համակարգի մասը։ Բժիշկը պիտի իմանա ինչպես բարևել պացիենտին, պիտի կարողանա նրան ճիշտ հայտնի հիվանդության մասին, դրա հետ կապված բժշկական գաղտնիքի առումով հետևի կանոններին եւ այլն եւ այլն։ Մեզ այսօր մեր պացիենտների հիմնական, չասեմ բողոք, բայց խնդիրներից նաեւ որ բարձրաձայնում են, հենց դա է՝ վերաբերմունքը, մարդու արժանապատվության եւ այդ խոցելի վիճակում նրան ճիշտ վերաբերմունք ցույց տալն է։ Սկրինինգներին անդրադառնալով ինչ արդյունքներ ունենք Տիկին Ավանես։ 25-ը մեզ համար սկրինինգային ծրագրերի առումով իսկապես շատ կարևոր տարի էր եւ կրծքագեղձի ուրեմն մամոգրաֆիկ ծառայությունը արդեն ոչ պիլոտային, այլ ընդհանուր Հայաստանի ամբողջ տարածվածությամբ սկսեց գործել եւ այստեղ մենք շատ մեծ աշխատանք արեցինք որակավորելու կենտրոններին եւ այն մասնագետներին, ովքեր որ պետք է սկրինինգ անցկացնեն։ Եվ սա էլ է շատ կարևոր, մենք չենք դա դիտարկում առանձին որպես մի սարք, առանձին որպես մի կենտրոն, այլ պետք է բոլորը համապատասխան սերտիֆիկացված կուրսերով, հմտություններով ու գիտելիքներով մենք վստահ լինենք, որ այս ծրագիրը ուրեմն շատ լավ արդյունքներ կարձանագրի։ Հաջորդիվ ՄՊՎ սկրինինգային ծրագիրն է, մենք ուրեմն դիտարկեցինք եւ PAP քսուկի այս մեթոդը դադարեցրեցինք, որովհետև այն արդեն իսկ զարգացած բժշկագիտական առումով չէր համապատասխանում մեր պահանջներին եւ ներդրեցինք նորագույն վերջին այսպես սերնդի թեստավորման նոր հնարավորություն եւ վստահ եմ, որ այս սկրինինգը շատ նպաստելու է, որ մեր կանայք նաեւ մահացության երկրորդ տողում գտնվող հիվանդությունը մենք հաղթահարենք։ Հաջորդիվ պետք է նշեմ, որ պետությունը մեծածավալ գնում է իրականացնելու կոլոնոսկոպների եւ այս սարքավորումների, որպեսզի համալրենք նաեւ կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգային ամբողջական ծրագիրը։ Մենք 25 թվականին պիլոտը ընդլայնեցինք եւ այդ թեստերը եւս տրամադրեցինք առաջնային օղակին եւ արդյունքները տեսնում ենք, որ ունենք եվրոպական
չափանիշներին համապատասխան արդյունքներ հայտնաբերելիության եւ սա է մեր նպատակը ճիշտ ժամանակ հայտնաբերենք, ծախս արդյունավետ լուծումներ տանք։ Դեկտեմբերին առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաները առաջին անգամ ստացան մշտադիտարկման սարքերը գլյուկոզայի արյան մեջ։ Այս ծրագրի մասով ինչ կասեք, Տիկին Ավանեսյան, շատ երկար էր սպասված իրականում, որովհետև խորհրդակցելով անգամ բժիշկների հետ բոլորը միաձայն ասում են, որ շատ սպասված ծրագիր էր։ Այո, շատ սպասված ծրագիր էր, այն բավական թանկարժեք է, պետությունը 800 միլիոն դրամից ավել հատկացրեց, որպեսզի մենք մեր երեխաներին լավագույնը կարողանանք տրամադրել։ Եվ ես ուրախ եմ ու հպարտ եմ, որ մեր երկրում երեխաների ուրեմն շաքարային դիաբետը չափելու սարքերը վերջին սերնդի լավագույնն են եւ նրանք ամբողջ օրը 24-ժամյա հսկողության տակ են լինելու, սա նշանակում է շատ ավելի լավ ենք կառավարելու դիաբետը, սա նշանակում է, որ ինսուլինի եւ այլ դեղորայքի կարիքները ճիշտ ձևաչափով ու դոզաներով են կարողանալու տրամադրենք եւ կյանքի որակի առումով շատ մեծ փոփոխություն է։ Ոչ միայն երեխաների համար, այլ նաև ծնողների եւ մանկավարժների, որովհետեւ սա էլ միշտ անհանգստության տեղ էր տալիս մեր ծնողների համար, որ երբ որ երեխան դպրոցում է, ապա տատանումները ծնողը չի կարողանում վերահսկել եւ այս պարագայում էլ արդեն հանգիստ կլինենք, որ բժիշկը, ծնողը եւ կարիքի դեպքում նաև մանկավարժը հստակ իրենց մասերով կունենան ինֆորմացիա երեխայի կարիքները ճիշտ ապահովելու համար։ Շնորհակալ եմ։ Առողջապահական ոլորտին առնչվող հարցերը քննարկեցինք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Ես Արամ Մարանդյանն եմ, կհանդիպենք։